Ես այսօր պիտի կիսվեմ մի թեմայի մասին, որը համապատասխանում է հավաքվածների, ասենց ասած, նախանձավորությանը, հավատքին, որովհետև ոնց հասկացել եմ այսօր եկել են աշակերտներ, չէ՞, աշակերտներ, ովքեր որ ուզում են սովորեն, ուզում են աճեն, ուզում են ծառայեն Տիրոջը, ու այսօր կուզեմ կիսվեմ մի շատ նուրբ, շատ կարևոր թեմայի մասին, Սուրբ Հոգու առաջնորդության մասին։ Սուրբ Հոգու առաջնորդության մասին, որովհետև մեկ ընենց տպավորություն ա, որ քրիստոնյաները անընդհատ հոգով են առաջնորդվում ու սուրբ գրքերի կարիքը չունեն։ Երբ որ ասում եմ սուրբ գրքեր, ուսեն ասում Պիսանիա, հասկանում եք, չէ՞։ Ու քանի որ ես արդեն 33 տարի է, դեկտեմբերին 33 տարի կլինի, ռուսերենով եմ քարոզում էր, բաշկիրյա իմ ծառայությունը ավելի շատ ռուսախոս ժողովրդի հետ է, մեր եկեղեցում հայեր կան, բայց շատ քիչ են, հիմնականում բաշկիրներ են, թաթարներ են, չուվաշներ են և բոլոր ազգեր են, մոտ 60-65% բաշկիրներ, թաթարներ, չուվաշներ են, մի խոսքով ես ռուսերեն եմ ծառայում, հիմի քարոզելու ժամանակ հույսով եմ դուք կհասկանաք, որ մեկ որոշ խոսքեր, մեջբերումներ Աստվածաշնչից ես կարդամ ռուսերեն, համոզված եմ, որ այստեղ հատկապես երիտասարդները ավելի լավ կհասկանան և մեծերն էլ հետ չեն մնա, բայց բացատրելը ռուսերեն կնի։ Ինչի եմ ուզում այսօր կիսվեմ այդ մասին, սա ամենակարևորագույն հիմնավոր ռուսերենում ֆունդամենտալ դա ճշմարտություններից է, որը որ մենք պետք է մեր սրտերի մեջ հասկանանք, ընդունենք, ապրենք, որպեսզի լուրջ մոլորությունների մեջ չընկնենք։ Գիտեք, շատ անգամ քրիստոնյաները մտածում են, որ դժոխք են գնալու նրանք, ովքեր մեղքի մեջ են ապրում։ Ոչ միայն։ Երկու պատճառ կա, որ մարդիկ դժոխք են գնում։ Առաջի պատճառը դա մեղքն է, երկրորդ պատճառը դա մոլորությունն է։ Գաղատացիս եկեղեցին, Կորինթոսիս եկեղեցու նման մեղքերի մեջ չէր։ Գաղատացիս եկեղեցին ջրով մկրտված էր, Պողոս առաքյալն այդ մասին ասում է։ Սուրբ Հոգով մկրտված էր, Պողոս առաքյալն այդ մասին ասում է։ Բայց իրանք հանկարծ ներս եկող եղբայրներից, ոմանք ներս եկան եկեղեցի, քարոզեցին օրենք, թլպատություն, սրբություն, արդարություն օրենքով, եւ այդ եկեղեցին Պողոս առաքյալն ասում է, այդ եկեղեցին Քրիստոսի շնորհից, Քրիստոսի խաչից ընկավ եւ մտան անեծքի տակ, օրենքի անեծքի տակ։ Տեսեք, չի գրված, որ դուք մեղքեր եք գործում, գրված է, որ դուք մոլորվել եք, դուք օրենքով եք ուզում արդարանալ։ Սիրելի քույր երեխայներ, շատ վտանգավոր վիճակ է, երբ որ մարդը մտածում է, որ շնության մեջ չեմ, գողության մեջ չեմ խմում, չեմ ծխում, չեմ հայհոյեմ, ես չեմ անում, այն չեմ անում, մեղքերի ցուցակը բոլորը թվարկում, ասում է, ես այդ բոլոր մեղքերի մեջ չկամ։ Բայց դրա հետ միասին առակի մեջ, անառակ որդու, առակի մեջի մեծ որդու նման ասում է, հայ, ես քո բոլոր հրամանները կատարել եմ, բայց դրա հետ միասին դու ինձ գոնե մի ուլ էլ, գառնուկ էլ չես տվել, որ իմ ընկերներիս հետ ես ուրախանամ։ Հայերեն ասած խորոված անենք, ուրախանանք։ Հայրը զարմացած ասում է, իմ ունեցվածը բոլորը քոնն է։ Հասկանում եք, մոլորությունը շատ լուրջ բան է, երբ որ մարդը լուրջ համոզված է, որ ինքը մեղքի մեջ չի, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Բայց մեղքը բացի մոլորությունն է, որ մարդկանց շատ անգամ փրկությունից գցում է, որովհետև նրանք Հիսուսի անունը տալով հրաժարվում են նրա շնորհից եւ նրա խաչի վրա արածից, փորձելով արդարանալ իրենց
օրենքը կատարելով։ Այս թեման Սուրբ Հոգու առաջնորդությունը այդ այս նուրբ թեմա է։ Ես արդեն մոտ 38 տարի ավելային հավատքի մեջ եմ, 87 թվականին եմ դարձի եկել ընդունել Հիսուսին, եւ ես տարբեր դառը մեկը չի, 10 չի, տասնյակներ, այդ ես ոչ թե ինչ որտեղ լսել եմ, անձամբ ականատես են եղել, որ մարդը, որը դարձի է գալիս, եկեղեցի է գալիս, ու մեկ է տեսնում ես Տիրոջ շնորհը, Տիրոջ խաչը, նրա մեջ գործ անում, ու մարդը սկսում է ազատագրվել, ծխելուց, խմելուց, հայհոյելուց, եւ բոլոր մնացած մեղքերից, որոնց մասին մենք գիտենք, ու մեկ է տեսնում ես դարձավ ինքնափոփ, մեկ է տեսնում ես դարձավ սենց մի քիչ ռուսերեն ասած դեպրեսիոնն է։ Երբ որ մարդը սենց ճնշված դեմք ունի, եղբայրներից մեկը ասավ, այն վիճակին էր, որ դեմքից մահը թափվում էր։ Այդքան խիստ տխուր։ Ու ինչ ա եղել, մեղք չի գործել, շնություն չի արել, չի հարբել, չի հայոյել, ոչ մի մեղք չի գործել, բայց իր հավատքի մեջ մոլորվել է եւ Քրիստոսից ընկել։ Հասկանում եք սիրելի քույրեր, եղբայրներ։ Սուրբ Հոգու առաջնորդությունը այդպիսի թեմա է։ Ես շատ անգամներ եմ տեսել, ինչպես մարդիկ, որոնք շատ նախանձավոր են, բան մեկ էլ կտեսնես, հանկարծ ասում են Սուրբ Հոգին ինձ ասավ, Տերը ինձ ասավ, ամեն քայլը Տերն է ասում, Սուրբ Հոգին է ասում։ Որ ասում են, ես մի քիչ լարվում եմ։ Գիտեմ ես անտենաների նման ման են գալի, թե Սուրբ Հոգին ինչ ասում։ Ականջներ չի անտենաները։ Կամ յուրիշ ծայրահեղությունը հիմնականում ժամանակակից եկեղեցիներն խայզմատներ են ասում, չասեմ խայզմատներ։ Հեշտությամբ հրճակում են, բարի հրճակումներ։ Մենք տենում են դուրների ասում են, դու առաքյալ ես, դու մարգար ես, Տերը քեզ կանչել է, Տերը քեզ տվել է, այս մարդերս ես փոփոլանում է, ուրախանում ասեցին ինձ։ Գնում է հայտարարում, որ ինքը վсё արդեն առաքյալ է։ Մանագալիուն ձեռնադրի։ Հովիվը իրան առաքյալ է հայտարարել, չի ասում, որ լեյտենանտը գեներալ կարա կոչումի կանչի։ Սիրելի քույրեր, եղբայրներ։ Ես այսօր ուզում եմ մի քանի կոնկրետ ճշմարտություններով ձեր սրտերի մեջ հիմքեր գցվի Սուրբ Հոգով, որպեսզի դուք կարողանաք այդ հավասարակշռությունը պահեք, որ մի կողմից Սուրբ Հոգով առաջնորդվեք, մյուս կողմից ձեր հիմքը միշտ լինի ոչ թե Սուրբ Հոգու առաջնորդությունը, այլ գրված խոսքը։ Որտեղ հավատքը լսելուց է, լսելը Սուրբ Հոգուց, չէ՞։ Աստծո խոսքից։ Մենք պետք է հասկանանք, որ ճշմարիտ հավատքը լսելով է։ Այ ովքեր որ այդ հեռախոսները, կոմպյուտերները ունեն այդ ծրագրամը, Poisk Bibli։ Այնտեղ դուք գրեք Պիսանիա, բայց լրիվ չգրեք Պիսան, այդքանը գրեք, դուք կտեսնեք, որ մոտ 300 անգամ նոր կտակարանում գրված է Պիսանիա, այսինքն գրվածները։ Հիսուսը երբ որ սատանային դեմ էր կենում, ինչ էր ասում, գրվածը։ Երբ որ փարիսեցիներին հանդիմանում են, ինչ էր ասում, գրված չէր ասում, ես եմ ասում, ես խոսքն եմ, երկնքից իջել եմ, ու որպես խոսք իրավունք ունեմ, ձեզ ասեմ, դուք հենց ու հենց չէ, ասում էր գրվածը։ Մի բան էր անում, դուրս էր անում, տաճարում ծախողներին, առնողներին, աշակերտները շվարար շշմած նայում են, թե Տերը ես ինչ անում, եւ ասում է, եւ հիշեցին, որ գրված է։ Հիսուսը հարությունից հետո հանդիպելով իր աշակերտներին, հիշում եք Էմաուսի ճանապարհին, գրված է, որ նա գրվածներից начал изъяснять из Писаний, գրվածներից սկսեց բացատրել,
որ մարգարեները այսպես էին ասում եւ այն ինչ որ հիմա կատարվում է, դա գրված էր։ Երբ որ Արաքյալը, Պետրոս Արաքյալը եւ Հովանես Արաքյալը եկան ու տեսան, որ Հիսուսը չգտան Հիսուսին գերեզմանում, գրված է նրանց դեր им еще не открыто было из Писаний. Հասկանում եք։ Սիրելի քույրեր եղբայրներ։ Առաջինը полное безоговорочное доверие Писанию. Լրիվ մենք պետք է վստահենք գրված խոսքին։ Ուզում եմ շեշտեմ գրված խոսքին։ Ոչ թե հրճակված, ոչ թե Սուրբ Հոգու ճակերտների մեջ ասված, այլ գրված խոսքին, որովհետև գրված խոսքը վերջացված խոսք է։ Դա սոֆոսքն է եւ ոչ կարելի է ավելացնել նրա վրա, ոչ կարելի է պակասացնել։ Ես միշտ բաց եմ, որ ինչ որ մեկը եթե ինչ որ բան հաստատում է, իմ ամենասիրելի հարցերից մեկը սա է։ Իմ ամենասիրելի հարցերից մեկը սա է։ Հարցը տալիս եմ այսպես, իսկ որտեղ է գրված։ Եթե այս հայտարարությունը, այդ հաստատությունը, որ հաստատում ասե հենց է, մի անգամ մի եղբայր ուժեղ բորբոքվեց, թե փարտան եղբայրներ գրված, հիմա ամեն ինչ գրված դեպի։ Ասեցի, հա, ամեն ինչ պետք է գրված է։ Հիսուսը որպես Աստծո խոսք մարմին վերցրեց, Աստծո խոսքը մարմնացավ, առանց նրա ոչինչ չի եղել, ինչ որ եղել է, ու Հիսուսը երկրի վրա ամեն ինչ անում էր գրվածով։ Մի բան էր անում, բողոքում էին, ասում էր, բա դուք չեք կարդացել, որ գրված է։ Այն քրիստոնյաները, որոնք խոսքը չգիտեն, բայց անընդհատ հոգով են առաջնորդում, թող թափի հայրը կոչվում։ Վտանգավոր քրիստոնյաներ, երազներ, տեսիլքներ, հոգու առաջնորդություններ, իսկ նրանք ովքեր հավատքով են ապրում, խոսքով են ապրում, դե նրանց տալիս է եւ երազներ, եւ տեսիլքներ, եւ հայտնություններ, եւ նրանք ամեն ինչ քննում են Աստծո խոսքով։ Տեսեք, առաջի Կորինթացիս 4:6. Առաջի Կորинθացիս 4:6. Это, братья, приложил я к себе и Аполлосу ради вас, чтобы вы научились от нас не мудрствовать сверх того, что написано, и не превозносились один перед другим. Не мудрствовать сверх того, что написано. Պատկերացնում եք, մտնում եք մի տեղ հացուտելու, լավ տղամարդկան վրա օրինակ բերեմ, կանայք կա, գալիս է տուն, ամուսինը, կնոջը ասում, սոված եմ, դիր հացուտեմ, կինը կասում եմ բերեմ, շերեփով վեր անում ու սեղանի վրա լցնում։ Ասում ակեր։ Դու պատկերացնում եք, այդ մարդը կմտածում կամ չի քնել, կամ խփնվել է, ինչ ա եղել իր հետ։ Ապսեի մեջ է, չէ՞ լսնում։ Ով է ձեզանից ճաշը էդում գազի վրա ջուր լցնելով, մի կասուլքի մեջ չէ՞։ Աստծո խոսքը լրիվ սահմաններն է, որից դուրս չի կարելի գալ։ Երբ որ դու Աստծո խոսքից դուրս ես գալի, դա հավատք չի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Պողոս Արաքյանն ասում է, чтобы вы научились от нас, ումից, Պողոս Արաքյանից, не мудрствовать сверх того, что написано. Գրվածից ավելին չմտածել, չխոսել։ Մուդրստվեց ռուսեն, այտենց մի քիչ գնանքի խոսք է, ուզում ասի, вообще մի փիլիսոփա է։ Քեզ իմաստուն, այն ասում են դուզ միտա։ Այսինքն հենց դու սկսում ես գրված խոսքից ավել խոսալ, դա դուս տալա։ Սահմանները կորցրեցիր։ Ամեն ինչ Աստված չափի մեջ է դրել։ Երկիր մոլորակը, ես լղար չեմ չաղել,
բայց սահմաններ ունի։ Ես լադեր չեմ ես մի անգամ տելևիզորով տեսա 400 քանի կիլոգրամ մարդու սահմաններ ուներ։ Ես չեմ տեսել, որ մի 2 կիլոմետր տարածությամբ ինչ որ մեկը սահմանները փախցրացել է։ Աստծո խոսքը շատ չոտկի, կոնկրետ սահմաններ ունի։ Որպեսզի մենք չմտածենք, չփիլիսոփայենք, կներեք այս խոսքեն դուրս չտանք ավելին, քան գրված է։ Սա է, որ մենք պիտի սովորենք։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլխի առաջի երկու խոսքերը, առաջի Կորինթացիս 15-ի առաջի երկու խոսքերը։ Напоминаю вам, братья, Евангелие, которое я благовествовал вам, которое вы приняли, в котором вы утвердились, которым вы спасаетесь. Если, դա պայմանա, դուք չեք փրկվի, եթե այս պայմանը չանեք, ավետարանը, որով պիտի ինչ անեք փրկվեք, եթե преподанное удерживаете так, как я благовествовал вам, если только нечетно уверовали. Ձեզ քարոզածը պահում եք այնպես, ինչպես ես ձեզ սովորեցրեցի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք այսօր շատ անգամ ունենք եղբայրների, քույրերի շատ ուժեղ էմոցիոնալ հավատք։ Այսօր լավատեսությունը ռուսեն պոզիտիվ։ Լավատեսությունը հանկարծ հենց գիտեն լավատեսը լինելը դա հավատք է։ Դա հավատք չի։ Եթե լավատես ես, ուրեմն ինֆորմացիայի պակաս ունես։ Оптимист это тот, кто не имеет информации. Կատակը մի կողմ, մենք պետք է տեսնենք, որ հավատքը ոչ վատատեսության հետ է կապված, ոչ լավատեսության, մարդկային, այս պսիխոլոգիչկի հոգեբանական խոսքերը, բացատրությունները չեն համապատասխանում։ Հավատքը միայն ու միայն Աստծո խոսքի սահմանների մեջ է։ Տեսեք, օրինակ բերեմ։ Արդարը շատ տառապանքներ կունենա։ Գրված է թե չէ։ Թե չի գրված։ Ոնց եք դա սա լավատեսությունա թե վատատեսությունա։ Գրված է։ Բայց դա կեսնա։ Բայց բոլոր այդ տառապանքներից Տերը ինչ կանի։ Կազատագրի։ Գրված է Գործ Առաքելոցի մեջ, որ Պողոս առաքյալը եկեղեցի առ եկեղեցի այցելում էր եւ ինչա գրված։ Սովորեցնում էր, որ շատ հալածանքներով ու տառապանքներով պիտի մտնեն երկնքի առկայություն։ Տեր ջան, ես սրան հավատամ։ Գրված է, որ Հիսուսը ստիպեց, որ աշակերտները նստեն նավը եւ տեղափոխվեն ծովի մյուս ափը։ Կարող եք կարդալ, գրված է։ Ռուսեն ասում է Հիսուս նստայալ։ Մենք սեն մի հատ բան ունենք։ Եթե ես Տիրոջ խոսքը կատարեմ, հնազանդել եմ, դեմս կանաչ ճանապարհը, հիվանդությունները չեն մոտենա, դժվարություններ չեն լինի, ամեն ինչ լավ կլինի։ Գիտեք ինձ, ես ինչով եմ մխիթարում։ Ես համոզված եմ մի բան, ինչ էլ որ իմ կյանքի մեջ եղնի, նա միշտ ինձ հետ պետք է եղնի։ Հիսուս աշակերտներին ստիպեց, որ նրանք ծովի մյուս ափը գնան։ Ինքը բարձրացավ Սարը աղոթելու, աշակերտները նավը նստեցին, տեղափոխվեցին եւ ծովի մեջ տեղում մեծ քամի բարձրացավ հակառակ եւ գրված է, որ նրանք խորտակվելուն մոտ էին, Հիսուսը տեսավ ու ոտով ջրի վրայով, ծովի վրայով քայլելով գնաց, չեմ ուզում բոլորը պատմեմ, դուք գիտեք, մտավ նավը, ամեն ինչ հանդարտվեց, նրանք էլ հենց գիտեին, իրանք արդեն կորսվում են։ Իմ կյանքիս մեջ քանի անգամներ եղել է, որ ես հասել եմ այն վիճակին, որ մտածել եմ, որ իմ վերջն է ստեղ եկավ։ Բայց ես զգացել եմ նրա ներկայությունը։ Նա փրկել է, ազատագրել է,
ու այդ իրավիճակից ավելի ուժեղ եմ դուրս եկել, որովհետև Տերը իր ծրագիրն ունի։ Եթե դու մտածում ես, որ հավատամ, որպեսի հայերեն ասեմ, բախտս բերի, շատ անգամ այտենց է, հավատամ, որ բախտս բերի, պիտի տխրացնեմ քեզ։ Մենք հավատում ենք, որպեսի Հիսուսի հետ ունենանք կյանք, հաղթություն։ Երբ որ հիվանդանում ենք, մենք գիտենք ով է նա մեզ բժշկելու, ով է մեզ բժշկելու։ Երբ որ փորձության մեջ ենք ընկնում, մենք ասում ենք Տեր ջան, արդարը 7 անգամ էլ ընկնի, պետք է մեկը ոտքի կանգնի։ Հավատքը սա է, որ դու կոնկրետ հիմնվում ես Տիրոջ խոսքի վրա ու երբեք չես համաձայնվում, որ սա քո վերջն է։ Տերը գիտի ինչպես ազատի արդարներին փորձություններից եւ ամբարիշտներին պահի դատաստանի համար, գրված է թե չէ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եւ այսպես շատ կարեւոր է, որ մենք հասկանանք Աստծո խոսքից ավելին չմտածենք։ Երկրորդ ճշմարտություն։ Научиться получить откровение из Писания. Միջև Սուրբ Հոգու առաջնորդությունը ունենանք, մենք պիտի սովորենք, որ Սուրբ Հոգին մեզ խոսքը բացի, կարդացած, գրված խոսքը։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Մի անգամ ես մի քիչ չի ասի ինձ համար կամ ձեր համար հաճելի օրինակ բերեմ, բայց դա շատ կյանքի հետ կապված օրինակ է։ Մի անգամ ես անց էի գնում մի հատ մեծ այգու մոտով, ուզեմ պարկին ասեմ, ինչ անեմ, մարդ եմ, ոտքով էի գնում ու զուգարան ուզեցի։ Իմ հերնաճենք, ասի Տեր ջան, ես գիտեմ, որ ինչ-որ տեղ կա զուգարան, բայց ես չգիտեմ, որտեղ ընդհանրապես տեղը եղած չեմ։ Օգնի ինձ, կողմնորոշվեմ գտնեմ, իմ հայրս է։ Սուրբ Հոգին ասավ ուղիղ գնա, ստեղ ձավթեքվի, ընդեղ աշտեքվի։ Ես ոնց որ այն նաուշնիկը դրած, այդտենց գնում էի։ Եկա կանգնեցի, այնքան ուշադիր էի լսում, ու արագ գնում էի։ Այնքան ուշադիր էի լսում, Սուրբ Հոգին դադարեց ասելը, կանգնել եմ, ասում եմ Տեր ջան, հետո, Տեր ջան, հետո։ Սուրբ Հոգին ասավ, նայի մի քիչ վերև։ Նայեմ տենամ, քարի 2 հատ այն общественный туалеты կա, գրած է мужской, женский, ՄԺ։ Մի անգամ օգնություն եմ տանում մի քույրիկի համար, որին չգիտեմ որտեղ ապրեմ, գիտեմ միկրոռայոնը որտեղ ապրեմ, մեծ միկրոռայոնը, բայց չգիտեմ այդ քույրիկը որտեղ է ապրեմ։ Լսել եմ, որ կվարտիրում չի, ինչ որ դոմիկատիպի տեղ է։ Աղոթեցի Տեր ջան, օգնի ինձ գտնեմ իրան։ Մեղքա ինքը ոտքը ջարդել էր, ունենալով 3 երեխա կարիքի մեջ էր։ Այդ սունկեքը օգնության տվել են ձեռս, ես էլ գնում եմ, չգիտեմ որտեղ է, ինձ ասել են միկրոռայոն, ասում եմ, բա որտեղ, ասում եմ, այդտեղ եք, սեփական այդ տեղը, դիարի իմացա որտեղ։ Սենց գնացի, այդ ավտոբուսից իջա, գնում, աղոթում եմ, հոգով աղոթում եմ, Սուրբ Հոգի, խնդրում եմ քեզ, առաջնորդի։ Սուրբ Հոգին տանում։ Հիմի կանգնել եմ Սուրբ Հոգին ասում է սպասի։ Ինչ սպասի, ես սպասելը դա շատ դժվար բան է։ Մենք միշտ ուզում ենք 1, 2, 3 սպասել չի կարելի։ Գիտեք ինչքան մարդիկ ինչքան շատ բան են կորցրել, որտեղ չեն ուզեցել մի քիչ սպասել։ 2 րոպե անցել է, որ սպասում ես ժամանակ դանդաղը, բա չէ։ Ինչքան շատ է սպասել, շտապը այնքան շատ է դանդաղ։ 2 հատ երեխա են խաղում, ես երեխեքին չեմ ճանաչում, ես շատ գիտեմ խաղում։
Նայում եմ ես խաղացող երեխաներին, կանգնել եմ միտեղ, որտեղ Սուրբ Հոգին ասում է սպասի։ Սպասի։ Երևի մի 5-6 րոպե անցավ։ Սկսեցի կասկածել։ Այսօր բան ինձ ասում բուր գնալ։ Ասում եմ տեր ջան, մի քիչ էլ սպասում եմ ու գնամ ստիա։ Մենք էլ կաստիլներով այդ քույրիկը դուրս եկավ։ Ես տեսա իրան տեսել է եկեղեցը, տեսա իրան ասում, այ քույրիկ ջան, շուտ դուրս արի, ես մի ժամա կանգնած եմ։ Մի 5 րոպե էր, բայց թվաց արդեն ասում ես մի ժամ ասի կանգնած քեզ եմ սպասում։ Այդ օգնությունները տվեցի ու գնացի։ Ինչի համար եմ ասում։ Իմ ամբողջ կյանքը լի է Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Որովհետև ես ապրում եմ ոչ թե Սուրբ Հոգու առաջնորդությամբ, այլ խոսքով, գրված խոսքով։ Հասկանում եք դուք այս տարբերությունը։ Հիմքը, եթե Սուրբ Հոգու չի, խոսքը չի, այլ գրված խոսքն է, տունը կարաս սարքել քեզ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Երեմիա 33:3-ի մեջ Տերն ասում է, «Воззови-ка», Երեմիա 33:3, «Воззови-ка мне, и я отвечу тебе, покажу тебе великое и недоступное, чего ты не знаешь». Տերը ասում է ինձ խնդրի, ինձ կանչի, ու ես քեզ կբացեմ, կհայտնեմ, այն ինչ որ դա քեզ մար գաղտնիք է։ Մարկոս 4:10-11 ու 1:34 խոսքերը։ Մարկոս 4:10-11 եւ 34։ Տեսեք ինչ ա գրած։ Когда же остался без народа, окружающие его, вместе с 12 спросили его о притче. И сказал им, вам дано знать тайны Царства Божия, а тем внешним все бывает в притчах. Без притчи же не говорил им, а ученикам наедине изъяснял все. Առանց առակների չէր խոսում, բոլորին առակներով էր խոսում, իսկ նայիդինի առանձին իր աշակերտներին ինչ էր անում, բացատրում էր։ Սիրելի քույրեր եղբայրներ, եթե մենք իր աշակերտներն ենք, Տերը ուզում է, որպեսզի մենք գրվածներով սովորենք, որովհետև մենք պետքա գանք Տիրոջ ասենք Տեր, կարծում եմ սա ինչ է սա նշանակը։ Այս ճանապարհին 3 առաջ օրը որ գալիս էինք, թե 3 գալիս էինք Լուիզային կնոջս պատմեցի իմ ամենաառաջի հայտնությունը, երբ որ ես նորերի հավաքույթին գնում, դարձի եկել ես նորերի պատասխանատուն, եղբայրը շատ քաղցր եղբայր էր, հիմա Տիրոջ մոտ է ինքը ու տարիքով եղբայր էր։ Ինքը ասում էր, որ աղոթեցեք, որ Տերը ձեզ գրվածը բացի։ Շատ անգամ քրիստոնյաների ջանքը սա է, ասա Տեր ջան, ինչ անեմ, սոր ոնց անեմ, ինչ անեմ, ավելի շատ ձգտեք, որ գրվածի միջոցով հայտնություն ստանաք, հասկանաք իմաստը գրվածի, ոչ թե առանց խոսքի, ինչ որ լակատերները միացնեք ու լսեք, թե Սուրբ Հոգին ինչ ասի։ Ես եղբայրը դե անընդհատ հավաքույթ նորերի, ես էլ նոր եմ, բայց արդեն նախանձավոր եմ, 2 ամիս ա գնում եմ այդ նորերի հավաքույթներին, այս եղբայրը անընդհատ ժամանակ առ ժամանակ, ոչ թե անընդհատ ժամանակ առ ժամանակ ասում է, որ աղոթեցեք կարդալուց առաջ, որ Սուրբ Հոգին բացի ձեզ գրվածը։ Մի օր նստած եմ, գործիչ եմ գնացել շաբաթ օրն, այդ օր ավելի ճիշտ գործիչ եմ, նստած կարդում եմ, տանը մարդ չկա, ու մեկ էլ կարդացի, մի կին վերցրեց թթխմորը և դրեց 3 չափ ալուրի մեջ, միջև որ բոլորը թթխմոր կարդացի, ու եղբայրը միշտ ասում էր, որ Տիրոջ խոսքի մեջ հենց ծնեց, բաներ չկա գրած, եթե մի բան գրված է, ուրեմն իմաստով է գրված։ Հիշեցի նորերի պատասխանատուի ասածը,
Գիրք թողեցի, ծնկի եկա, ասում եմ Տեր ջան, խնդրում եմ էլի բացի ինձ, ինչ է նշանակում 3 չափ։ Ինչի՞ չի 2 չափ, 5 չափ, հենց 3 չափ։ Ես հիշում եմ, որ տատս, մերս հաց գնդելիս միշտ սենց տատս ալումինի սենց աման ուներ, ալուրը այդքան դնում էր, հաշվում էր, այդ դրոժը, թթխմորը դնում էր մեջտեղը ու թողնում էր մինչև հասունան։ Ինչի 3 չափ։ Պատկերացնում եք, նորադարձ եմ, մի 2 ամիս ավելա, աղոթում եմ շատ նախանձավոր, մի 2 անգամ աղոթեցի, կարդացի, ծնկի եք աղոթեցի, կարդացի, մեկ է Սուրբ Հոգին աղոթքի ժամանակ հիշեցրեց, ավելի ճիշտ բացեց, հայտնեց, որ մարդը հոգի, անձ եւ մարմին։ Այս ինչ որ մի ասում եմ, դա մի վարքանի ընթացքում բացվել։ Ես այն ժամանակ սկի չէի լսել, որ կա հոգի, անձ, մարմին, դեռ այդ թեման չէինք անցել։ Որ Աստված սկզբից վերստին ծնունդ է տալիս, հոգին վերածնվում է, Աստված իր խոսքը դնում է հոգու սրտի մեջ, այսինքն, եւ թթխմորությունը դեղազգսվում, հոգին զորանում է, հետո տեղափոխվում է այդ շունչը, այսինքն անձը, մտքի նորոգություն ասկսում, բոլոր անցել եք դրանով, թե չեք անցնի անցնում եք։ Դա հնարավոր չի, որ քրիստոնյան, որը աճում է, դրանով չանցնի։ Մտքի նորոգություն է գալիս, այդ խոսքը թթխմորում է։ Հետո, երբ որ միտքը նորոգվում է, ամրանում է, Տիրոջ ճշմարտությամբ, ասում է ձեր մտքերը ինչ արեք, գոտեպնդեք, այսինքն որ հավաքված է միտքը։ Մենակ Տիրոջ խոսքով, Տիրոջ ճշմարտությամբ կարելի է դա անի, ինչի է, եկեք քրիստոնյաները տենում են փախած հայացքով, վախեցած, ամեն ինչի հավատում են, նորությունները տենում են ու ես գիտեմ, եք չելով, ատոբային ռումբը հենց իրան շենքի վրա տիգա։ Ու վախեցած, անընդհատ վախերի մեջ։ Տերը մեզ չի տվել վախի հոգի, այդ զորության, իմաստության, չէ, ողջախոհության հոգին, սիրո, ողջակողության հոգին։ Եվ այսպես, սիրելի քույրեր, Տերը ցույց տվեց, որ երբ որ մարդու հոգին աճում է, մարդու անձը նորոգվում է, մարդու մարմինը հույս չունենա, որ ձեր մարմինը մի օր կասի, վсё, արդեն կարաս ազատ գնաս եկեղեցի։ Միշտ վզից բռնուտես տանես եկեղեցի։ Մարմինը քեզ երբեք չի ասելու գնա մի քիչ աղոթի էլի։ Կարդա, մարմնից փրկվել չկա։ Մարմինը մենակ կարանք թողնենք ստեղ։ Բայց Պողոս Առաքյալն ասում է, ես մարմինը ինչ եմ անում, ճնշում եմ, ռուսերենում ասում է, ստրկացնում եմ, նվաճում եմ, պարաբաշայ, ցելամայ։ Այսինքն, երբ որ մարդու հոգին Տիրոջ խոսքով աճում է, ամրանում է, թթխմորվում է, մարդու անձը միտքը նորոգվում է Տիրոջ խոսքով, մարդու մարմինը սկսում է հնազանդվել, ուրիշ ճար չունի։ Դու այսօր այստեղ ես ոչ թե որ պարապեիր, չգիտեիր ու գնաս, ասեցիր, հա դե գնամ եկեղեցի պարապ մնում եմ, ինչ ա։ Մի գործել պատկումներն այ, մանավանդ մեծ քաղաքում, որ գալը մի պրոբլեմա, գնալը 2 պրոբլեմա։ Սիրելի քույրեր, ես պարզապես օրինակներ բերեցի, ինչ է նշանակում, ինչին մենք պետք է ձգտենք, որ Սուրբ Հոգու ներգործությունը սկզբից մեզ սովորեցնի գրված խոսքը հասկանալը, ոչ թե առանց գրված խոսքի, լսենք, թե ուր ենք գնում, ինչ ենք անում։ Հիմքը գցի, հետո նոր տունը սարքի։ Հեշտ է հելեք շինարար, որը կրշից է սկսում շինարարությունը։ Հենց տենակ կարակ ասեք, որ ես մարդը կրիշը որ դուս գաք մենք տենակ մի մարդ 5 հարգանի շենքը բրթմա ինչ կմտածեք։ Ոչ մի լավ բան։ Այն նույն ձևի քրիստոնյաները, որոնք խոսքով չեն ուզում ապրեն, Տերը ինձ ասավ, Սուրբ Հոգին գրված բան կա հեչ, թե մենակ Տերն ասավ։ Խոսքով ապրի, խոսքով հավատքը լսելուց է, լսելը
Ասո ես հավատում եմ, չէ, դու լավատես ես, չես հավատում։ Հավատալու համար խոսք ունես։ Խոսքը որտեղ է գրված, այդ որ հավատում ես, գրված խոսք ունես, թե լավատեսություն ես կամ այդ երազանքները։ Ես այդ կորը մի եղբոր հետ ուղիղ եթերով ոնց է կոչվում այդ WhatsApp-ային վիդեո խոսում ենք, ինքը պատմա, ասում է, Վարդան եղբայր, այս բիզնեսը սկսեցի, ես համոզված էի, որ հաջողություն կլինի, այն սկսեցի, ես sense արի, պատմեց, անընդհատ սկսում է ու լավ չի վերջանում։ Իրան ասեցի դա, ասում է, ես համոզված էի, հավատում էի, որ Տերը կօրհնի, ասի դու երազում էիր։ Դա երազանքներ է, հավատքը խոսքի վրա է հիմնվում, հասկացեք։ Իսկ երբ որ մարդը հավատքով ապրում, Տերը մեզ տվել է ողջախոհության հոգի, հասկանում եք, здравомыслие, դուք здравомыслие։ Զորության, սիրո եւ ողջախոհության հոգի, այսինքն ողջավիտ մտածելակերպի։ Եթե ուզում ես տուն սարքես, Հիսուսը ինչ ասը, գնա մարգարե քթի, հա։ Հարցրու սարքեմ, թե չսարքեմ։ Հենց ուզում ես տուն սարքես, գնա ծոմ պահին, տեցա գրած, չէ, գրածա հենց ուզում ես տուն սարքես, նստի, խնդրում եմ, նստի ու հաշվի, կհերիքի ունեցածը, թե չէ, հավատքով ավտո եմ առնեմ, հավատքով տուն եմ առնեմ, հավատքով ես եմ առնեմ, մեկ էլ տենը մեզ հավատքով փոսի մեջ ընկավ, որտեղ հավատքով էր, երբ որ մենք սովորում ենք հավատքով ապրել, դա նշանակում է հավատքը լսելը, Աստծո խոսքից։ Ողջախոհությունը գալիս է խոսքով, որպեսզի դուք չմտածեք ավելին, քան գրված է։ Երրորդ ճշմարտությունը։ Քո հայտնություններով անպայման կիսվիր քո հովիվի հետ, քո խմբապետի հետ, այն մարդկանց հետ, ոչ թե ամեն պատահական մարդու, ասում են գնամ եկեղեցի, ով դեմս դուրս եկավ կիսվեմ, չէ, քո հայտնություններով կիսվի նրանց հետ, ովքեր դրված են Տիրոջ կողմից լինելու հոգեբարձու ռուսեն դուշապապիչից են։ Եվ մենք պետք է իմանանք, սիրելի երեխաներ, որ եթե մենք ուզում ենք առողջ աճենք, գիտեք, երիտասարդ կանայք, երբ որ երեխա են ունենում, միշտ կարիք ունեն սկզբի մոմենտները, որ մեծը գա լողացնի, ասի, մեկ էլ հանկարծ երեխան խեղդվում է, որ ուշքը գնում է։ Իսկ մեծը, ես հենց են չեմ, մեծը գալիս է մատը, բրոդի կարճ է, բայց այդ մոմենտին շատ է երկան, կողխմա մինչև ստամոքսը հանեմ։ Նայում ես ինչ անեմ, նա մի քանի երեխա արդեն մեծացրել է, գիտի ինչ անեմ։ Սիրելի երեխաներ, քո հայտնություններով կիսվի փորձառու ծառայողների, ոչ թե քրիստոնյաների, այլ ծառայողների հետ։ Որ իմ ավտոյի մի ինչ-որ տեղը փչանում է, ես չեմ գնում հիվանդանոցում, ասեմ այս քիրուրգը ընտիր քիրուրգ է։ Կարաս ասես տորմուզները սկի չի լավ պահում։ Ինքը դրա մասնակետը չի։ Կարող անտիր քիրուրգ է, բայց դրա մասնակետը չի։ Կոչումը դրա մեջ է, որ Տերը կանչել է հովիվին կամ ծառայողին դրել, նրան է տալիս է իմաստություն, նույնիսկ ինքը կարող է քո հարցին պատասխանի ու մտածի, քեզ Տեր ջան, ես սովորեցի։ Մինչև այդ չգիտեի, հարցրեցի, բայց ինքը անոթ է հենց դրա համար։ Մի դուք պատկերացնում եք, ես փորձեմ ես միկրոֆոնը մտցնեմ ես պլանշետի մեջ, որ զարյատկա տա։ Ասեմ Վարդան ապրետ ինչ սանը, դες դա դրա համար չի, լավ միկրոֆոն է, բայց դրա համար չի։ Ամեն ինչ իր տեղն ունի, սիրելի երեխաներ։ Այնպես որ երրորդ ճշմարտությունը սա կիսվի քո հայտնություններով, քո խմբապետի, քո հովիվի, ծառայողների, փորձառու ծառայողների հետ, որպեսզի կարողանաս լուրջ խնդիրների առաջ չընկնես։ Լուկաս ավետարանի 9-րդ գլխի 49-50-ը, Լուկաս ավետարանի 9-49-50-ը, հիշում եք Հովանեսը եկավ, ասավ վարդապետ, աշակերտը Հիսուսի, վարդապետ, գնացին, լատես ինքը շատ սենց հպարտ գովասանքով, ասում է երևի եսա մի լավ կգովայից,
ասма գնում էինք, ես լորու լեզվում եմ ասում, գնում էինք, մեկ էլ տեսանք, մեկը ընդեղ դևերակշը, մեզ անում են անում, ասեցինք, չանես են, էլ տես բանես չանես, իրանք համարցակ տիրոջը պատմում են, ինչ հերոսություն են արել, ու իրանք համոզված են, որ իրանք շատ ճիշտ բան են արել, դեն ասպա պետք չէր, ով որ իմ դեմ չի, ինձ հակառակ չի ինձ հետ, սխալ է կարի, իմ անունով, եթե մեկը անում այդ բանը, դա հենց ինչ, մի խոսքով չեմ ուզը բոլորը կարդամ, կարող եք տանը կարդամ, հանկարծ Հովհաննեսը տեսավ, որ իր գովասանքը զրոյացավ։ Գիտեք, ես մոտ 33 տարի ես հողություն եմ անում, ես այնքան տասնյակ հարյուրավոր անգամներ, մենք էլ տեսնում ես գալիս են եղբայրները, քույրերը, մանան այն նախանձավոր պահերն ա, մի տարի ա հավատքի մեջ, մի կես տարի բանեք, հովի բարդան, մի ատեն ինձ հայտնություն եմ ստացեք, չի ասեմ, բայց լսում եմ ես, սաղ աշխարը չունի այդ հայտնությունը, այդ չի ասեմ, բայց ես լսում եմ այդ իրացայնի մեջ, որ հանկարծ կարոզիչ լսեք, որ ասի, որ ոչ մեկը դեռ չգիտի այն ինչ որ ես գիտեմ արդեն, փախեք, արագ ձևով, ու մեկ եք տենազ մի հատ ինձ անկապ հայտնություն ասավ, ինքը շատ լուրջ, հենց գիտի Սուրբ Հոգին ա բացել, բայց մի հատ շնչավոր մի հատ, որ ստուկը մեզ տիրոջ խոսքով ոչ սրա հետ ա բռնում, ոչ նրա հետ ա բռնում, ոչ նրա հետ ա բռնում։ Երեխեքին տեյլեք, որ նոր սկսում են գտալով ուտել են փոքրերը։ Աչքին ա տանը, մականչին ա տանը, մի հատ այդ խառը մոմենտներ ա, պահամես, որ աչքը չկոխի։ Լա դեռ օրիենտացիան այդքան հաջող չի, ու բանն է տա ուզում են, որ հենց իրանք պետք է ուտեն։ Աչքն ա կողում ու ղժոցը դնում, ասում ես, բայց դու արեցիր, այդ չի հսկանը։ Մեկ էլ տեմ ես եկել ա նախանձավոր աղոթը բանանն կարդացել ա ու հաստատ գիտի հայտնություն, նախքան հովի հասնել արդեն 5 հոգու պատմել ա իր հայտնությունը։ Ու սաղին համոզել ա, որ ինքը Սուրբ Հոգուց միաթնեց հայտնություն հաստացել, հովի վեսա, որ լսեց վերանգնելու։ Հովի լսում ա, չգիտի ոնց ասի, որ ինքը վեր չնի։ Քո հայտնություններով խնդրում եմ կիսուիր անպայման, ինչ լավ էր, որ Հովհաննես եկավ Հիսուսին ասավ, թե ինչ գործ են արել ճամփին։ Չորրորդ ճշմարտությունը, երբեք չվախենաս սխալներ գործելուց։ Դուք աշակերտ եք Հիսուսի, աշակերտը նա է, ով սովորում է, նրանք ովքեր որ ոչ մի բան չեն անում, նրանք սխալներ չեն գործում։ Պետրոսը մոտեցավ Հիսուսին, այդ Մատթեոս 16:23-24-նա, Մատթեոս 16:23-24, Պետրոսը մոտեցավ, Հիսուսը սրտի ցավով, դառնությամբ, սպասելով այդ տառապանքները, ինքը գիտեր ինչին ամեն ինչը գնում, ասում էր, որ ես պիտի խաչվեմ, ես հենց Պետրոսը ասավ, Տեր, քավլիցի, թող քո հետ այդ բանը չկատարվի։ Հայերն ասած շատ ջիգար մոտեցում է, չէ՞։ Շատ սենց սրտացավ մոտեցում, Տեր ջան, ոնց է, քո հետ այդ բանը չլինի։ Ու մեկը հանկարծ դասեց ետի սանսիս, դեն գնաս ատան։ Ու որ կարդում ես Պետրոսին Հիսուսը սատանա անվանեց։ Խեղճ հովիվները եկեղեցը, Արթուր եղբայրը լավ գիտի, չգիտես ոնց սիրուն ասես, որ եկեղեցու չգնա։ Հանկարծ փորձվես, ասես, աշկիդ վերևը ունդ կա, մի հատնենց թափ կտա իրան։ Ունեցի խոնարհություն, ունդ ունի, որ դու շատ անգամ, ես շատ անգամներ սխալներ եմ գործում։ Սիրելի քույրեր եղբայրներ, մենք պետք է ուշադիր ենք միշտ հովիվի հետ, ծառայողի հետ վերլուծենք մեր հայտնությունները, մեր ստացածները, որպեսզի մեզ սխալների շտկում անեն։ Երբեք, որ սխալվում եք, տեսեք Պետրոսի Տերը ասավ սատանա, եւ նա չթողեց Հիսուսին։ Պետրոսին Տերը ասավ՝ միչև
ակլորը կանչի 2 անգամ, 3 անգամ պիտի ուրանաս ինձ։ Պետրոսը Տեր, բոլոր ուրանա, ես չեմ ուրանա։ Այդ խեղճ Պետրոսի այդ քիչ էր, մի հատ էլ Պողոս առաքյալը սախ հեթանոսների ու հրեաների մոտ, հայերեն ասած կող այդ ցեխը ու չհանեց։ Հետնել այդ սաղ գրվեց 2000 տարվա համար, որ բոլորը կարդան, թե Պետրոսը ինչ աշակերտ է եղել։ Բայց Պետրոսը ամենահզոր առաքյալներ, համենայն դեպս 12 առաքյալներից։ Հիսուսը ասավ, դու երբ որ հաստատվես, քո եղբայրներիդ հավատքը կհաստատի։ Եթե հանկարծ շփոթվել ես, սխալվել ես, Սուրբ Հոգու ձայնը սխալ ես լսել, հայերեն ասած խայտառակ ես եղել, խնդրում եմ, մի հուսահատվի, դու աշակերտ ես։ Բոլորդ էլ երևի դպրոց գնացել եք։ Չեմ կարծեմ, որ այստեղ մեկը կա, որ բացի 5-ից ուրիշ թվանշան չի ստացել։ Տերը ուզում է մենք հասկանանք, մենք աշակերտներ ենք։ Վատը նա է, երբ որ մարդը այնքան հաստագլուխ է, որ չի ուզում սովորի։ Բայց երբ որ քրիստոնյան անկավ, սովորեց, մի քիչ սովորեց, հաջորդ անգամ մի քիչ թեթև ընկավ։ Ասма, ռուսերենից այդ բան կա, ասма, наступаем на одни и те же грабли։ Շարունակությունը կասма, а мы свои грабли носим с собой։ Որին անընդհատ, շրեղ գլխին, շրեղ ճակատին, շրեղ գլխին։ Սիրելի երեխաներ, մենք վախենա սխալվելուց։ Աշակերտ ենք, մենք կարանք շփոթվենք, սխալվենք, մոլորվենք, ընկնենք, բայց մենք արդար ենք, չէ՞։ Արդարը նրա համար է, որ ինքը կարող է կանգնի։ Սայթակում է ու կանգնում է։ Խոզին, որ վեր ունես լավ շամպունով, ինչ շամպուներ կա, հետը շոնդրսա, այն չավերջը, մի լավ պլպլասնես լվանաս ու բաց թողես։ Ինքը ինչ դիարնի, ոչ դի գնա խոտերի մեջ պարքի, ու ուղիղ ցեխը։ Դա իրա տարերքն է, իրա տեղն է։ Ամենակարևորը, որ մենք անկումից հետո չթավալվենք ու չվայելենք այդ ցեխի մեջ, այլ վեր կենանք, գնանք, խորհուրդ հարցնենք, պատմենք մեր իրավիճակի մասին ու իմանանք, որ եթե նույնիսկ մենք սխալվել ենք, մենք կարողանանք կանգնել։ Մի խոսքով սիրելի երեխաներ, ես ուզում եմ վերջացնել։ Մինչև որ մենք կարողանանք Սուրբ Հոգով առաջնորդվենք, մենք պիտի սովորենք առաջնորդվել գրված խոսքով, որպեսզի մեր ամեն արածը կոչվի գրված։ Հիսուսն ասում է, ով որ ինձ սիրում է, Սուրբ Հոգով առաջնորդվում է, չէ՞։ Իմ պատվիրաններս կատարում է։ Պատվիրանները որտեղ են, Ավետարանի մեջ է գրված։ Պատվիրան դա մենակ 10 պատվիրանները չի։ Երբ որ Պողոս առաքյալը, Պետրոս առաքյալը եւ Ավետարանի մեջ գրված է այս արի կամ այս մեկանի, բոլորը դրանք պատվիրաններ են։ Մի խոսքով սիրելի երեխաներ, եկեք սովորենք, որպեսզի մենք Սուրբ Հոգով առաջնորդվենք, բայց Տիրոջ խոսքի մեջ, եղավ։ Ու երբ որ մենք Տիրոջ խոսքի մեջ լավ լողանք, լավ կողմնորոշվենք, կյանքի ինչ որ իրավիճակների մեջ Սուրբ Հոգին մեզ կարող է առաջնորդի ինչ որ իրավիճակների մեջ առանց գրվածի ասել։ Հասկանում եք։ Заключение, այսինքն վերջաբան ուզում եմ կարդամ Սաղմոս 34-ը, բայց ռուսերենով է դա։ Սաղմոս 34-ը։ Ради имени Твоего води меня и управляй мною։ Դա մեր երազանքը պետք է լինի, որ Սուրբ Հոգով մենք առաջնորդվենք, որովհետև Աստծո որդիները նրանք են, ովքեր Սուրբ Հոգով են առաջնորդվում, շարժվում։ Եկեք ոտքի կանգնենք աղոթքի։